Համեցեք։ Հարգելի գործընկերներ, ներկաներ, սիրելի հայրենիներ, հերոսներ, ես առաջին ողջունում եմ այս միջոցառման գաղափարը։ Շնորհակալություն հայտնել գրքի հեղինակին այս գիրքը սեղանին ունենալու համար, ինչը շատ կարևոր է։ Կոլյան նշեց, որ 2 տարի է տևել գրքի շարադրանքը լուսանկարումը, իսկ մենք ընդամենը 1-2 օրում կարդացինք, որովհետև իրոք երբ սկսում ես ընթերցել այդ պատումը եւ իմ անձնական կողմից ասեմ, ասում ես լավ, թողեմ մի քիչ հետո, այսպես մի քանի րոպե անցնում է, չես իմանում, նորից կդրսում ես, սկսում ես թերթել էջերը, առավել ևս նկատի ունեն նաև այն հանգամանքը, որ մենք Պատշանի ինստիտուտի գիտաշխատողներս Երևանի պետական համալսարանի հայ ու այդ երկար տարիներ տարբեր առիթներով եղել ենք Արցախում, զորամասերում, գրեթե բոլոր զորամասերում եղել ենք եւ հատուկում իհարկե եւ Յապոնիայի եւ այդ մասին Կոլյան գրում էր, ուզում էի հասկանալ որ տունն է, որ երևի մենք էլ տեսել ենք, ով անցել են եւ այլն, մտովի դարձավ գիրքը ընթերցելու ընթացքում Արցախում էին եւ այդ ամենը պատկերացնում են իհարկե ցավ, բայց հարգելի ներկաներ, սիրելի տղաներ, իհարկե ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, վերջի շրջանում մեզ հետ, բոլորիս հետ, կարասների, հայրենիքի մասին խոսք, բայց կարծում եմ այսօր այս մայիսյան օրերին եւ նաեւ կարծում եմ պատահական չէ ընտրված այսօր օրը մեր հանդիպման, որտեղ մայիսը մեր ժողովրդի համար արտական ամիս է, մի քանի օր անց հաղթանակը նշելու 80-ամյակը հայրենական մեծ պատերազմը, որտեղ 100,000 հայրենիներ են հերոսաբար մասնակցել, զոհվել, այնուհետև Շուշիի ազատագրումը, որը մեր պատմության ամենավառ հերոսական էջերից է, եւ վերջապես մայիսյան հաղթական հերոսամարտերը 1918 թվականի Սարդարապետի այդ հրաշքը, այնպես որ սա թողնեց ներշեչի ապագա դեպի ապագա հաղթանակները հավատի եւ դա այդպես լինելու է։ Պատմության ամենապատկվում է կլինեն հաղթանակներ, խաղաղի բարդություններ, բայց չպետք է հուսահատվենք եւ միշտ հույսով, որ համոզվածությամբ, որ այդ հաղթանակները գալու են, քանի որ այսպիսի սերունդ ունենք հերոսական եւ ամեն ինչ դեռ առջևում է։ Սա մի փոքր այսպես հավանացված այս օրերն կանցնենք եւ լավ լինելու աղոթք։ Գիտեք, ես ցանկանում առաջարկել այս պահին մենք իհարկե կրկնակի հերոսությունը եւ հերոսները ողջ են մնում իրենց կատարած հերոսությունից հետո հայրենիքի համար կռվելը, զոհվելը հերոսություն է, բայց որից եմ ասում, կրկնակի հերոսությունը եւ հերոսները հերոսությունից հետո վերադառնում են, շարունակում են ապրել եւ այստեղ քիչ նշվեց հաղթելու համար այս կյանքում նաեւ անհրաժեշտ է այո սերունդ թողնել առավել ևս ձեր գենետիկան արդեն պարզ է, թե ինչ որակյալ գենետիկա է, ինչը ցավոք պատասխան։ Ես ցանկանայի առաջարկել մենք ոտնկայս հիշենք նաև անմահացած հայրենիքի համար անմահացած բոլոր մեր զոհերի հիշատակը։
անգամ փառքում է հերոսներին, փառք նրանց, ովքեր հաղթահարել են բացում դժվարություններ, զրկանքներ, հերոսություն են կատարել մեզ հետ են և շարունակում են իրենց ընթացքը կյանքի և այս առումով իհարկե շնորհակալ եմ նաև Գոլյային, որը այս գիրքը ռուսերենով հրատարակեց և բազմահազար հրատարակչություն է, հետաքրքրությամբ կարդացվեց նաև հրատարակչության խմբագրի խոսքը, որը կարդում է շատ հագեցած և գնահատում է աշխատանքը և իհարկե այստեղ պարոն Մերկոնյանը նշեց պատերազմների ընդհանրապես արարողության պատմության առումով նույնպես շատ կարևոր է և իհարկե մենք պետք է կոչ անենք, հորդոր անենք, որպեսզի նման գրքեր լինեն, որպեսզի մենք պատմաբաններս հետագայում սերունդները կարողանան ավելի օբյեկտիվ պատմություն տալան իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել։ Սիրելի տղաներ, ես ևս մեկ անգամ բոլորիցս և ձեր ընկերներից, ովքեր այստեղ ներկա չեն, շնորհակալություն եմ հայտնում ձեր այդ կեցվածքի ամենասիրական ներկայության համար, պարծենում եմ ձեզանով, ձեզ առողջություն, հաջողություններ խաղաղ կյանքում, թող խաղաղություն լինի, դուք խաղաղության գինը շատ ավելի լավ գիտեք, բայց այդպիսի մի բան կա չի, այսպես ասում Աստված խաղաղություն լինի, ջանդամ թե պատերազմ չի լինի, որովհետև ի վերջո պատմական փորձը ցույց է տվել, որ կրկնվեն պատմության անունով, պտտվում են մենք մշտապես պետք է պատրաստ լինենք, որովհետև վրեժի խնդիրը այդուհանդերձ պետք է մնա, պետք է լինի, ևս մեկ անգամ շնորհակալություն։